Հունվարի 27-ին հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օրը ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր տաճարում կատարվել է հոգեհանգստյան կարգ։ Եկեղեցական դասն ու ներկահավատացյալ ժողովուրդը աղոթք է բարձրացրել առ Աստված հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հոգիների խաղաղության ու հանգստության համար։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել համաձայնություն Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրման մասին։ Մեր գործարարները ևս կարող են օգտվել այդ հնարավորությունից, գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը, մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով, Երևանի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով մայիսի 4-ի աշխատանքային օրը կտեղափոխեն։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության հունվարի 29-ի նիստի օրակարգում։ Նախագծում չի նշվում, թե այդ օրը ոչ աշխատանքային դարձնելու հետևանքով որ օրը կդառնա աշխատանքային։ Այսօր առավոտյան խոշոր շղթայական վթար է տեղի ունեցել Թալին Բազմաբերդ Կաքավաձոր Խաչմերուկի մի քանի հատվածներում։ Բախվել է ընդհանուր 15 տրանսպորտային միջոց։ 10 քաղաքացի հոսպիտալացվել է մարզային և երևանյան բուժ կենտրոններում։ Առողջապահության նախարարն էլ հայտնել է, որ տուժածները այժմ բուժզննման փուլում են, կան նաև ծանր դեպքեր։ Նախարարի խոսքով Հանրապետական շտապօգնության ծառայության Արագածոտնի մարզային կայանի բրիգադներն առավոտվանից աշխատում են գերծանրաբեռնված օպերատիվ բուժօգնություն տրամադրելով վթարից տուժածներին։ Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, հայտնում են ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ Նաիրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը 10-ից 15 մետր։ Աբովյանի, Աշտարակի, Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը 80-ից 150 մետր։ Վարդենյաց Լեռնանցքը դժվար անցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար, միայն անվաշղթաների կիրառմամբ։ Ավտոճանապարհների մաքրման և ախավազով մշակման աշխատանքները շարունակվում են։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։